Մատթեոս 2 Մոգերի երկրպագությունը Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. Ուր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու։ Եվ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ և Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։ Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին հարցրեց նրանց, թե ուր պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասացին նրան. Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, որովհետև մարգարեների միջոցով այդպես է գրված. Եվ դու Բեթլեհեմ, Հուդայի երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես, քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին, Իսրայելին։ Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ Եվ նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասաց. Գնացեք, ստույգ իմացեք մանկան մասին և երբ գտնեք, տեղեկացրեք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան։ Եվ նրանք, երբ թագավորից լսեցին այս, գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան։ Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան։ Եվ բանալով իրենց գանձատուփերը, նրան նվերներ մատուցեցին, ոսկի, գնդրուկ և զմուրս։ Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը, փախուստ դեպի Եգիպտոս։ Եվ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց. Վեր կաց, վերցրու այդ մանկանը և նրա մորը ու փախիր Եգիպտոս։ Եվ այնտեղ մնա, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը փնտրում է այդ մանկանը, կորստյան մատնելու համար։ Եվ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով և գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի մարգարեի բերանով Տիրոջ կողմից ասվածը, թե Եգիպտոսից պիտի կանչեմ իմ որդուն։ Բեթլեհեմի մանուկների կոտորածը։ Այն ժամանակ, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթլեհեմում և նրա սահմաններում էին գտնվում, և 2 տարեկան ու դրանից ցած էին, ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի բերանով ասածը, թե Ռամայում մի ձայն գուժեց, ոխ փուլած ու սաստիկ կոծ, Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային։ Վերադարձ Եգիպտոսից։ Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին Եգիպտոսում և ասաց. Վեր կաց, վերցրու այդ մանկանն ու իր մորը և վերադարձիր Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում։ Եվ Հովսեփը վեր կացավ, առավ մանկանն ու մորը և եկավ Իսրայելի երկիրը։ Իսկ երբ լսեց, թե
Արքեղայոսը թագավորել է Հրեաստանի վրա իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման առնելով գնաց Գալիլեայի կողմերը և եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի։